Ռուս-ուկրաինական պատերազմի 1111-րդ օրը Ուկրաինան համաձայնել է ընդունել 30-օրյա անհապաղ հրադադարի մասին նահանգների առաջարկը։ Նախ շնորհավորում եմ հրադադարի մասին հայտարարության համար, դա չափազանց նշանակալի իրադարձություն է։ Դե դա ուկրաինական կողմի հայտարարությունն է։ Մենք հույս ունենք ստանալ արձագանք նաև Ռուսաստանից։ Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանի հետ մինչև հիմա ավելի հեշտ է եղել գործ բռնելը, քան Ուկրաինայի։ Դա այդպես չպետք է լիներ, բայց ինչ արած։ Սաուդյան Արաբիայում Վաշինգտոնի ու Կիևի բանակցություններից հետո են կողմերը հայտարարություն տարածել։ Պատրաստ է Ուկրաինան քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Լրագրողներին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ուկրաինացիները պատրաստ են դադարեցնել մարտերը, կրակոցները, նրանք պատրաստ են նստել սեղանի շուրջ։ Գնդակը հիմա Ռուսաստանի դաշտում է, ասել է ամերիկացի պաշտոնյան։ Տանգոն մենակ չեն պարում։ Ֆլորիդայում Մասկի կողքին հայտարարել է նահանգների ղեկավարը։ ԱՄՆ առաջնորդը հույս ունի, որ Պուտինն էլ համաձայն կլինի հրադադար հաստատելուն։ Նահանգների պատվիրակները Թրամփի պնդմամբ այսօր կամ վաղը կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, ինքն էլ կխոսի Պուտինի հետ։ Ես կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ։ Այո, ես ուզում եմ, որ ամեն ինչ ստացվի։ Տանգոյի համար երկուսն են պետք, այդպես չէ։ Հուսով եմ նա էլ կհամաձայնի, եւ այդ դեպքում մենք անցած կլինենք ճանապարհի 75%-ը։ Ռուսական կողմը չի բացառում առաջիկա մի քանի օրվա ընթացքում շփումները ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Հայտարարել է Մարիա Զախարովան առանց հստակեցնելու օրը, բայց 30-օրյա հրադադարի մասին որևէ բան չի ասել Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Կարծում եմ հրադադարի հաստատումը շատ կարևոր է։ Եթե մենք հասնենք նրան, որ Ռուսաստանը անի դա, հիանալի կլինի։ Եթե չկարողանանք անել, ամեն բան շարունակվելու է։ Նորից մարդիկ են զոհվելու։ Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ ավելի վաղ հայտարարել են, որ այս շաբաթ Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը մեկնելու է Ռուսաստան։ Ջիդայում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո կողմերը նաև պայմանավորվել են, որքան հնարավոր է շուտ ստորագրել Ուկրաինայի օգտակար հանածոների մասին սկանդալային համաձայնագիրը, որից հետո նահանգները կվերսկսի հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին, նաև ռազմական օգնություն կտա։ Գանա Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։